Պարոն Կարապետյան, զարմանալի չի, որ այս թեզը 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու թեզը խոսվում է արդեն 4 տարից ավելի, բայց հիմա են իշխանությունները այտենց ակտիվ այդ ամեն ինչը հերքում, այսինքն հակադարձում նաև ձեզ, այսինքն ընդդիմությանն է այս պարագայում հակադարձում, ոչ թե Ադրբեջանի իշխանություններին։ Նա կարող է պարզ ուղղակի հայտարարություն անել, կարող է պարզ հայտարարություն անել։ Մենք առաջարկում ենք մի բլոկ, օրենսդրական բլոկ, որով կփակենք այս հարցը։ Կոչվում է Հակա Սաֆարովյան օրենք։ Անունն էլ խորհրդանշական է։ Ինչ ենք անելու։ Ադրբեջանի որևէ քաղաքացի իրավունք չի ունենալու Հայաստանի դեմ ագրեսիա արած յուրաքանչյուր երկրի, ոչ միայն Ադրբեջանի քաղաքացի իրավունք չի ունենալու Հայաստանում գնել հող, գնել գույք։ Հայաստան կարող է գալ 10-15 օր գնալ։ Եվ վերջ։ Հակա Սաֆարովյան օրենքը մենք շատ արագ ընդունելու ենք, որտեղ խաղաղությունից պայմանագրից հետո մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը լուրջ ֆինանսական ռեսուրսներ է դնելու, որ վերաբնակեցնի այստեղ։ Ձեզ մի օրինակ բերեմ, 2 օր առաջ մենք գնացել էինք Լոռի, Լոռվա հյուսիս Տաշիրում էինք։ Մեր մոտ Մեծավանում կա Մեծավան գյուղ ու սահմանից այն կողմ վրացական հատվածում կա ադրբեջանական գյուղ։ Մեծավանում մենք ունեինք 3 դպրոց։ Այսօր 1 դպրոց է մնացել, որտեղ ժողովուրդը լքում է։ Հիմա փակում են երկրորդ դպրոցը, 1 դպրոց է ընդամենը մնացել։ Ադրբեջանցիները 88 թվականին սահմանից այն կողմ ունեին մանկապարտեզի չափ փոքր մի հատ դպրոց։ Հիմա երկրորդ դպրոցն են կառուցում։ 2 դպրոց արդեն ունի ադրբեջանական գյուղը, իսկ մեր Մեծավան գյուղը 3 դպրոցից 1-ն է մնացել։ Ինչ է սա նշանակում։ Նրանք շատ ավելի արագ են, գյուղաբնակ ադրբեջանցիները շատ ավելի արագ են աճում թվականակով, քան մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը գնում է արտագնա աշխատանքի, քանի որ աշխատանք չկա այստեղ, դատարկվում են գյուղերը։ Պատկասում եք 3 դպրոցից 1-ն են ունեցել, իսկ իրենք մի հատ փոքր դպրոց էլ չէր 80-ականներին։ Հիմա դարձել է արդեն 2 դպրոց։ Ու Բաքվից ֆինանսավորվում են այդ մարդիկ։ Կա Բաքու այդ գյուղ, մեր սահմանից այս կողմ, Բաքու այդ գյուղ ավտոբուս է գնում գալի, ֆինանսավորվող էժան կապ են ստեղծում իրար մեջ։ Մենք տեսել ենք, ես տեսել եմ ոնց են իրանք աշխատում, ոնց է մեծանում այդ գյուղը։ Հենց մեր ոնց որ Մեծավանն է ու սահմանի այն կողմ վրացական հատվածում ադրբեջանական գյուղ։ Անզեն աչքով երևում է, այսինքն պարոն Կարապետյան։ Անզեն աչքով դուք կարող եք տեսնել ոնց է մեծանում այդ գյուղը ու ոնց են ֆինանսավորվում Բաքվից մարդկանց, որպեսզի շարժը Բաքվի հետ ապահովի, ադրբեջանական դպրոց լինի։ Այդ նույնն էլ այստեղ են անելու էլի։ Ֆինանսական ռեսուրսների խնդիր չունեն, դնելու են անեն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։